Merci, Monsieur le Premier ministre, cher Nicole, Mesdames, Messieurs les ministres. Թանկագին Նիկոլ, տիկնայք եւ պարոնայք նախարարներ, տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, տիկնայք եւ պարոնայք թանկագին հայ բարեկամներ, շնորհակալություն թանկագին Նիկոլ, այն ջերմ ընդունելության համար, որ դուք ցուցաբերել եք ինձ եւ այս իմ պատվիրակության այս պետական այցի շրջանակներում։ Դուք գիտեք, Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև բարեկամությունը ձևավորվել է ընդհանուր պատմության եւ անսասան եղբայրության հիմքում եւ այս հարաբերությունները այժմ նոր շրջադարձ են ապրում այս պետական այցի շրջանակում։ Իմ վերջին 18 թվականին Երևան կատարած այցից ի վեր Հայաստանն անցել է նշանակալի ճանապարհ։ Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև բարգավաճություն, ես հիշեցրեցի այդ մասին, Հայաստանի հնայի միջին տարեկան աճը կազմել է գրեթե 6% վերջին տարիներին, եւ մենք տեսնում ենք, թե ինչքան կան սպասելիքներ, խոստումներ։ Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության ուղին եւ բարգավաճության ուղին եւ ամրապնդել է իր ժողովրդավարությունը չնայած փորձություններին եւ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա եւ Հայաստանը միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, բայց այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում կարելի ասել ակնհայտ է ինձ համար այս վերջին 2 օրերին եւ այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, այսինքն կազմակերպել եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում Երևանում, կազմակերպել Եվրոմիություն եւ Հայաստան գագաթնաժողով Երևանում հնարավոր չէր պատկերացնել։ Այսօր մեր երկու երկրների միջև Հայաստանի եւ նաեւ Եվրոմիության միջև հարաբերությունների հիմքում ընկած է ներուժի զարգացումը։ Այսօր մենք նախապատրաստել ենք նոր փուլ ավելի հեռուն գնալու համար, մեծացնել ավելի շատ ներդրումները տարբեր ուրեմն եվրոպական դարպասների ծրագրի միջոցով, ավելի մեծացնել գործընկերությունը պաշտպանության ոլորտում եւ նաեւ վիզաների ազատականացումը Եվրոմիության հետ։ Սրանք այն ծրագրերն են, որոնք կարող են ամրապնդել իրավական պետությունը եւ ավելի մերձեցնել մեր երկրները։ Սրանք կարևոր փուլեր են այս ճանապարհի վրա եւ վերջին օրերին մենք դրանք ավելի ամրապնդեցինք։ Վերջին 8 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները նույնպես զգալի առաջընթաց են ապրել եւ այն համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրեցինք, ապացուցում են դրանց բազմազանությունը։ Այս համերաշխությունը նույնպես ավելի առարկայական է դարձել տարիների ընթացքում։ Այս համերաշխությունը հիշում եք 88 թվականի երկրաշարժի ժամանակ, ինչպես նաեւ 2020 թվականին բնակչությանը, տեղահանված բնակչությանը աջակցելու գործում մասնավորապես 32 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության միջոցով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական հասարակությանը, որոնք համախմբվեցին արտգործնախարարության շուրջ։ Նաև տնտեսական հիմքի վրա է ընդլայնվում մեր հարաբերությունները։ Այդ դուք հիշատակեցիք կապակցվածության շրջանակում համաձայնագրերը Վանսի կոնստրուկցիոն եւ Ռազելբեկ ընկերությունների հետ համաձայնագիրը, որով կմեկնարկի Բարգուշատի թունելի կառուցման ծրագիրը, որը շատ սպասված էր այս կապակցվածության առումով եւ մենք շատ հպարտ ենք, որ կարող ենք նաեւ ջրային ոլորտում մասնակցություն ունենալ, որը շատ կարեւոր ոլորտ է Հայաստանի համար, Վեոլիայի մասնակցությամբ ուրեմն ջրամբարների կազմակերպումը, Վեդիի ջրամբարի կառուցումը, որը անկախությունից ի վեր Հայաստանում ամենամեծ կառուցված ջրամբարն է, ռոռոկման համակարգերի վերականգնումն ու արդիականացումը։ Ֆրանսիան ներկա է Հայաստանում իր այս ծրագրերով, զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ, որը կարևոր նաև գործընկեր է ներառական եւ կայուն զարգացման ոլորտում եւ մենք ուրախ ենք, որ նա կարողացել է իր դերը ավելի ամրապնդել տարբեր ոլորտներում։ Վերջին տարիներին մենք նաև նոր փուլ ենք թևակողել։ Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել։ Ռազմավարական գործընկերությունը, որ մենք այսօր ստորագրեցինք, ավելի ամրապնդում է այս համագործակցությունը։ Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել
Եվ կարելի ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է։ ԲՏԱ նախարարությունը հենց նոր ստորագրեց նաև պաշտպանական նորարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում։ Մեր գործընկերությունը հիմնված է նաև կրթության, գիտության, մշակույթի, ժառանգության ոլորտներում, երիտասարդության նաև ոլորտներում ձևավորված բազմաբնույթ կապերի վրա։ Մասնավորապես մշակութային ժառանգության ոլորտում ուրախ եմ արձանագրել այսօր ստորագրված երկու համաձայնագրեր, որոնք կապում են Ֆրանսիայի ազգային գրադարանը, Երևանի արվեստի եւ գրականության թանգարանի, ինչպես նաեւ Մատենադարանի հետ, ուր այցելել եմ այսօր առավոտյան։ Չեմ կարող չնշել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որպես բարձրակարգ հաստատություն խորհրդանշական ձեռքբերում, որն ունի այսօր 2300 ուսանող, բակալավրիատից մինչև դոկտորանտուրա եւ ավելի քան 3600 շրջանավարտ։ Ռազմավարական գործընկերությունը համախմբում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, որոնք առանձնահատուկ դեր ունեն Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերություններում, ինչպես օրինակ Գորիսում անցկացված ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Մի շարք ծրագրեր են իրականացվում համայնքների, ռեգիոնների մակարդակում տարբեր հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ եւ թույլ տվեք ասել, որ Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններից աջակցություն ստացող երկրների շարքում։ Ահա տիկնայք եւ պարոնայք, այնինչ ցանկանում էի այսօր ասել Իլորումն վարչապետի խոսքերի, որը շատ լավ նկարագրեց իրավիճակը եւ այս ամենից անդին մեր ռազմավարական գործընկերությունը նաեւ միտված է ձեզ աջակցել այն կայուն խաղաղության ողջում, որի համար դուք խիզախ որոշում եք կայացրել։ Մենք ցանկանում ենք եւ հաստատակամ ենք ձեզ ուղեկցել։ Ես ցանկանում եմ ողջունել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ոլորտում ուրեմն որոշ առաջընթացները եւ այս ամենը գալիս է ավելի զարգացնելու այն օրագարկը, որի շուրջ մենք քիչ առաջ խոսեցինք։ Հարգելի պարոն վարչապետ, եւս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտության խոսքը հայտնել ձեզ մեր աջակցությունը եւ այն կարևոր քայլերում, որ Հայաստանը որոշել է այսօր։ Եվ այս համաձայնագրերը, որը մենք ստորագրել ենք այսօր, նոր ուղի են բացում մոտակա տարիների ընթացքում։ Շնորհակալություն։